good mom is very important to me, and a good wife, and a good worker, and being all those things together is not easy. So I'm basically a ticking time bomb. Contestant number 4, Lori Ryan. Here she is during the evening gown competition. Back then, she was known as Lori Ryan. Վարգալուս քեզ որտեղ խոսում ենք մարդասպանների, սիրական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Հիշեցնում, որ ալիքում բոլոր պատմությունները իրականում նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Հաջորդ շաբաթ խոսելու ենք մի պատմության մասին, որ շատ եք առաջարկել, չեմ ասի որը, բայց մեկնաբանություններում կարող եք գուշակել։ Մի քանի հուշում։ Իմ լսած ամենադաժան պատմությունն է Զոհա աղջիկա ու դեպքը տեղի ունեցել 1988 թվականին։ Եթե էլ ինչ-որ բան ասեմ, արդեն շատ հեշտ կլինի դրա համար։ Այսօր ունենք մի հատ պատմություն, որ շատ տխուր է ու ավելի նոր է, տեղի ունեցել 2019-ին։ Քանի որ այդ շատ վաղուց չէր, գործի հետ կապված բոլոր մարդկանց մասին շատ տեղեկություն ունենք ու հնարավոր է որ թվա շատ եմ ձգձգում, բայց վերջում խոստանում եմ կասեմ ով արել, ինչի ու ոնց։ Խոսելու բան անսահման կա այսօր ինչ որ բաներ դիտավորել բացամ թողնելու, բայց մեկը էլի երկար է լինելու, դրա համար անցնում ենք առաջ։ Բերի Կոքսն ու Ջենիս Նիքոները 1965 թվականին ամուսնացան Կալիֆոռնիայի կենտրոնական քաղաքում, Սակրամենտոյում։ Ոչ մի հավաստի աղբյուր չկա, որ նշում է թե որտեղ են ծանոթացել, երբ ու ոնց, բայց գուշակելը դժվար չի, որովհետև երկուսն էլ ստաբիլ ձևով եկեղեցի էին գնում ու երկուսի կյանքում էլ կրոնը շատ մեծ դեր էր խաղում։ Այս բանը դեռ էական չի, թե ինչ կրոնի հետևորդներ էին, բայց հետագայի համար նշեմ, որ մորմոններ էին։ Նախ նորից նշեմ, որ երբ որ ասում եմ եկեղեցի, նկատի ունեմ ոչ միայն շինությունը, այլ նաև համայնք, այսինքն ձեր հարևանը կարող է հավաքույթներ սկսի կազմակերպել իր տանը, մարդիկ կան, ինչ որ, չգիտեմ, ինչ որ կենթանու երկրպագ են ու այդ կհամարվի եկեղեցի։ Հիմա մորմոնների եկեղեցին կոչվում է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի, որ նշանակում է, չնայած որ քրիստոնյա են, իրանց գաղափարախոսությունը մեզնից շատ է տարբերվում։ Այն ինչ պատմելու եմ այսօր, այդ եկեղեցուն հատուկ չի, ինքը ուղղակի աննորմալ գաղափարախոսություն էր, որ խլեց 5 կյանք։ 1966-ին ամուսնությունից 1 տարի հետո ծնվում է զույգի առաջնեկը՝ Ստեյսին։ Ստեյսին մահացավ բավականին երիտասարդ տարիքում։ 1998 թվականին, երբ դեռ ընդամենը 31 տարեկան էր։ 1968 թվականին ծնվեց Ալեքսը։ Ալեքսը մահացավ 2019 թվականին, 51 տարեկան էր։ Իր մասին դեռ շատ ենք խոսելու։ Երրորդ երեխան տղա էր։ Ադամը ծնվեց 1971 թվականին։ Ինչ որ պահի աղջիկ են ունենում, անունը դնում են Լորալի, բայց այս երեխան նորածին ժամանակ մահանում է, իսկ Ադամի ծնվելուց 2 տարի հետո նորից աղջիկ են ունենում, ում Լորալիի հիշատակին անվանում են Լորի։ 1979-ին ծնվեց Կոքսերի վերջին երեխան՝ Summer-ը։ Քանի որ ծնողները նվիրված էին եկեղեցուն, երեխեքին էլ մեծացնում են նույն հավատքով ու նույն ապրելակերպով։ Մորմոնների եկեղեցում իրանց խորհուրդ են տալիս շաբաթական գոնե 1 անգամ գնալ եկեղեցի, մասնակցել հավաքներին, եթե շաբաթվա մեջ չեն հասցնում, գոնե կիրակի օրերին, կիրակնորյա հավաքին պարտադիր գնում են։ Այս ընտանիքի համար այդ նորմալ էր, իրանք անընդհատ եկեղեցում էին, եթե եկեղեցում չէին, տանը կարդում էին միասին իրանց գիրքը, Աստվածաշունչը, մորմոնների գիրքը ու տունը կարելի ասել վերածվել էր եկեղեցու։ Երբ որ երեխեքը մի քիչ մեծանում են, արդեն իրանց անհատականությունն են ձեռք բերում, ելի շարունակում են եկեղեցի գնալ, բայց Ալեքսն ու Լորին ավելի շատ էին խորացել հավատքի մեջ, քան ընտանիքի մյուս անդամները։ Սա ստիպում է, որ ավելի մտերմանան ու հետագայում էլ ամբողջ կյանքի ընթացքում Ալեքսն ու Լորին իրար հետ ավելի մոտ էին, քան ծնողների ու մյուս քրոջ ու եղբոր հետ։ Ապրում են Կալիֆոռնիայում, բայց շատ հաճախ գնում են Յուտա, ինչ որ պահի ժամանակավոր այդտեղ էին տեղափոխվել։ Ինչի այդ կարևոր, որովհետև Յուտան համարվում է այս կրոնի կենտրոնը, այսինքն իրանք անընդհատ շրջապատված էին մարդկանցով, ովքեր կիսում էին իրանց աշխարհայացքները։ Եթե ընտանիքի մյուս անդամները շաբաթական 1-2 անգամ էին գնում եկեղեցի, Լորին գնում էր ամեն օր։ Մինչև դպրոց գնալը դասերից առաջ գնում էր սեմինարի, այնտեղ վերլուծում էին Աստվածաշունչը, ինչ որ պատմություններ, մորմոնի գիրքը, հետո գնում էր դպրոց, դասերը վերջացնելուց հետո գնում էր տուն, որ էլի եկեղեցի էր դարձել, էլի անընդհատ դրանով էր շրջապատված, հետո արդեն գնում էր եկեղեցի դասերից հետո ու անընդհատ դրա մեջ էր, եկեղեցին իր կյանքի մասը չէր։ Իր ինքնությունն էր դարձել։ Դպրոցում հիշում են, որ շատ շփվող էր, սիրում էր նոր ծանոթություններ,
բոլորի հետ լավ ջերմ հարաբերություններ ուներ, բայց ամեն ինչի չափն ու սահմանը գիտեր։ Լավ էր սովորում, տարբեր խմբակների էր մասնակցում, միշտ բարձր տրամադրություն ուներ, ինչը շատերի կարծիքով կրոնի եկեղեցու ազդեցությունն էր, որովհետև հավատքը թույլ չէր տալիս, որ որևէ մեկի հանդեպ չարությամբ լցված լիներ։ Միշտ պատրաստ էր բոլորին օգնել, անգամ եթե ինքն իրեն պիտի նեղություն տար։ Իր կյանքը ուղղակի նվիրված էր բարի գործ անելուն, ինչը առաջին հայացքից վատ չի, բայց կարող է ունենալ շատ վատ հետևանքներ։ Երբ որ անդադ քեզ զոհաբերում ես մարդկանց հաճոյանալու համար, քեզ թվում է, որ լավ բան ես անում, բայց ժամանակի ընթացքում հոգնում ես, քեզ թվում է, որ բոլորը քեզնից շահուն են։ Շատ դեպքերում չես գիտակցում դու ինքդ ինչ ես ուզում, որովհետև ամբողջ կյանքում ապրել ես ուրիշների համար։ Այս բոլոր հատկանիշները գումարած բարետես արտաքինը Լորիին միշտ բոլորի ուշադրության կենտրոնում էին պահում։ Շատ ուշադրություն նաև տղաներից էր ստանում, բայց ի տարբերություն իր հասակակիցների, ընկերուհիների, իրան ոչ մի տղա չէր հետաքրքրում ու առհասարակ ոչ մի տեսակ հարաբերությունների ոչ ժամանակ ուներ, ոչ էլ ցանկություն, որովհետև ամուսնանալու նպատակ դեռ չուներ, իսկ առանց այդ նպատակի տղաներով հետաքրքրվելը անիմաստ էր։ Այդպես մինչև դպրոցի վերջին տարին 12-րդ դասարանում Լորին սկսում է հանդիպել Նելսոն Յենսի հետ։ Լորին ու Նելսոնը ծանոթացել էին դպրոցում։ Երկուսն էլ մինչև ականջի ծայրը սիրահարված էին ու ամեն ինչ նորմալ էր, մինչև եկավ այն պահը, որ պիտի Նելսոնը հանդիպեր ընկերուհու ծնողների հետ։ Լորիի ծնողները միանգամից հրաժարվում են այս տղային ընդունել, որովհետև իրանց աղջիկը, որ ապրում էր մենակ եկեղեցու համար, սկսել էր ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործել։ Ու ամենամեծ խնդիրներից մեկն էր, որ երևի կարիք չկա ասելու, բայց Նելսոնը մորմոն չէր։ Ծնողները մտածում էին, որ Լորիին պիտի որ այդ փաստը դուր չգար, որովհետև ինքը ավելի շատ էր խորացված հավատքի մեջ, քան ընտանիքի մյուս անդամները, բայց քանի որ արդեն չափահաս էր, իր կյանքի որոշումները ինքն էր կայացնում։ Լորիի համար դա խնդիր չէր, գոնե այդ պահին։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ծնողների կամքին հակառակ ամուսնանում են, Լորին դիմում է ոստիկանություն ու խնդրում, որ օրենքով ընտանիքի բոլոր անդամներին արգելեն, որ իրան մոտ գան։ Այդ ժամանակ ծնողները ոչ մի բան չէին կարող անել, բայց ամուսնանալուց 2 շաբաթ հետո Լորին իր ոտքով հետ է գալիս տուն ու ասում, որ բաժանվել են։ Առաջին ամուսնությունն ու ամուսնալուծությունը տեղի ունենում 1992 թվականին, իսկ դրանից 3 տարի հետո 1995-ին ամուսնանում է երկրորդ անգամ։ Երկրորդ ամուսինը Վիլյամ Լաջոյան, եթե ճիշտ եմ ասում ազգանունը, առաջին երեխայի հայրն էր։ Քոլբի Ռայանը ծնվեց 1996 թվականին։ Քոլբիի խոսքով ծնողների հարաբերությունները ուղղակի անտանելի էին։ Այս մարդը կնոջի անընդհատ ծեծում էր, մինչև 1998 թվականի փետրվարի 25-ը վերջապես ամուսնալուծվեցին։ 2001 թվականին Լորին ամուսնանում է երրորդ անգամ։ Դեռ 2 անգամ էլ ամուսնանալու դիմացեք, սրանք կարևոր են։ Երրորդ ամուսինը Ջոզեֆ Ռայանն էր։ Ջոզեֆը ամուսնությունից շատ չանցած Քոլբիին պաշտոնապես որդեգրում է, այդտեղից էլ գալիս է ազգանունը, իսկ 2002 թվականին ծնվում է Թայլին։ 2004 թվականին բաժանվեցին ու սկսվեց երկար դաժան դատական պայքար աղջկա խնամակալությունը ստանալու համար, իսկ Քոլբիի հարցում մի քիչ ավելի հեշտ էր, որովհետև Ջոզեֆը կենսաբանական հայրը չէր։ Աղջկա խնամակալությունը հանձնվեց մորը, իսկ հորը տվեցին այցելության հնարավորություն։ Տարիների ընթացքում Ջոզեֆը անդադ գալիս էր աղջկան տեսնելու, բայց ամեն անգամ ինչ-որ բան էր լինում, սկսում էին կռվել ու ամեն այցելությունը դառնում էր տհաճ պատահար։ Սա այն ժամանակահատվածն է, երբ Լորիի կրոնական գաղափարախոսությունը սկսում է ավելի ու ավելի տարօրինակ դառնալ անգամ իր հավատացյալ մորմոն ընտանիքի անդամների համար։ Բնականաբար 3 անհաջող ամուսնություններից հետո հոգեվիճակը իդեալական վիճակում չէր գտնվում, բայց նաև չէր սիրում, որ մարդիկ նկատում էին, որ իր հետ ինչ-որ բան են չէր։ Աստիճանաբար վատթարացող հոգեվիճակը քողարկելու համար 2 տարբերակ ուներ։ Առաջինը իհարկե կրոնի հետ էր կապված։ Մենք էլ շատ հաճախ, երբ որ հայտնում ենք մի իրավիճակում, որ լավ չի, բայց նաև մեր ձեռքերում չի, թողնում ենք Աստծո հույսին։ Լորին անընդհատ էր այդ վիճակում։ Աստված մեծ է, Աստված մի բան կանի, Աստված մեր հետ է, Աստված կօգնի, Աստված այնքան, մինչև այդ ամեն ինչը տարօրինակ էր անգամ իր մոր համար, որովհետև կրոնը ու Աստծո անունն օգտագործում էր ինքն իրեն մոլորեցնելու համար։ Ինչի, որովհետև ստրեսային իրավիճակում ուղղակի չէր կարողանում գոյատևել։ Ոնց որ չէր ուզում իրականությունը ընդուներ ու անընդհատ ասում էր Աստված մի բան կանի, անգամ այն դեպքում, երբ Աստված իրան ընտրության հնարավորություն է տվել։
Իր խնդիրներն ու դժվարությունները թողնում էր Աստծո հույսին ու հրաժարվում անձամբ դրանք լուծել ու հաղթահարել։ Երկրորդ տարբերակը սեփական անձով զբաղվելն էր։ Լորին լավ մայր էր, նվիրված հավատացյալ ու դրանցով շատ հպարտ էր, բայց նաև մտածում էր, որ ընդունակ էր շատ ավելիին, քան արդեն անում էր։ Սկսում է հայտնվել հեռուստաալիքներում, տարբեր շոուների, ծրագրերի շրջանակներում, մասնակցում է գեղեցկության մրցույթների, որոնցից մեկի ժամանակ էլ այս հարցազրույցը հայտնի է դառնում։ A good mom is very important to me, and a good wife, and a good worker, and being all those things together is not easy. So I'm basically a ticking time bomb. Հետագայում պարզվում է, որ դա կատակ չէր ու ոչ էլ չափազանցրած էր, դրա համար ծիծաղը ուղեղիցս ուղղակի դուրս չի գալիս։ 2006 թվականին Լորին ամուսնանում է 4-րդ անգամ։ Նախորդների համեմատ այս ամուսնությունը շատ ավելի հաջողված էր։ Լորին 32 տարեկան էր, իսկ Չարլզը նորամուսինը 50։ Այս մարդը Քոլբին ու Թայլիին ընդունում է ու իր երեխեքի պես սիրում ու մեծացնում։ Ինքն էլ նախկինում 2 անգամ ամուսնացած էր եղել ու 2 տղա ուներ, որ արդեն ավելի մեծ էին ու իրանց հետ չէին ապրում։ Ֆինանսապես բավականին լավ վիճակում էր գտնվում, իսկ կնոջ հետ էլ զարմանալի է, բայց շատ չէր վիճում։ Բայց փոխարենը Լորին անդադ վիճում էր նախկին ամուսնու Ջոզեֆի հետ, ամեն անգամ երբ որ գալիս էր այցելության։ Այդ մարդուն մեղադրում էր Թայլիին ու Քոլբին սեռական բռնության ենթարկելու մեջ, ինչը հետագայում երկուսն էլ հաստատում են։ Ալեքսը, Լորի եղբայրը 2007 թվականին էլեկտրաշոկ սարքով հարձակվեց Ջոզեֆի վրա, ինչի հետևանքով ծանր հարձակում կատարելու հոդվածով դատապարտվեց 90 օրվա ազատազրկման։ Ալեքսը շատ տաքարյուն ու միշտ բացասական ձևով հայտնվում էր հարազատների ու ոստիկանների ուշադրության կենտրոնում։ Չարլզը տեսնում է ինչ է կատարվում, բայց շատ չի խառնվում, որովհետև մտածում է ընտանիքը ամեն ինչ էլ լինում է։ Կարևորը որ իրանք քույր ու եղբայր իրար հետ լավ են։ Անցնում է որ ժամանակ ամեն ինչ լավ էր, հանդարտ էր, բոլորը ուրախ էին, ու չնայած որ Լորին ու Չարլզը իրար հետ երեխաներ չունեին, որոշում են, որ պիտի որդեգրեն Չարլզի բարեկամներից մեկին։ JJ-ը իրական անունը Ջոշուա Վալոու, Չարլզի քրոջ թոռնիկն էր։ JJ was born May 25th, 2012 to my son and his girlfriend who had issues with sobriety. We were just grandparents, but when they released him from the hospital, Larry and I brought him home just like we were new parents. He was so little. You couldn't help but love him. He was so beautiful. He and I bonded the first night that we had JJ home. I laid him on my chest and I pulled my robe tight and I tied it and I held him. He deserves more than what we could give him. Charles and Lori said, hey, we'd love to adopt him. Charles had 2 teenage boys from a previous marriage and Lori had 2 from prior marriages, so they would have a baby of their own. Ծնողները թմրանյութերից կախվածություն ունեին, ինչի պատճառով կյանքի առաջին հատվածը բավականին բարդ էր եղել, ծնվել էր ժամանակից շուտ ու արդեն օրգանիզմում թմրանյութերի առկայությամբ։ Երբ որ տղան դարձավ 2 տարեկան, Քեյի եղբայրը Չարլզը ու Չարլզի կինը Լորին որոշեցին, որ պիտի որդեգրեն JJ-ին։ Թայլին շատ էր կապվել հետը։ JJ-ը աուտիզմ ուներ ու քույրը հասկանում էր, որ խնամքի կարիք մի քիչ ավելի շատ ունի։ Տղան խոսքի հետ խնդիր ուներ, բայց ծնողները հետևում էին, ամեն ինչ անում էին, որ մասնագետների օգնությամբ կամաց առաջ գնար ու ստացվում էր։ Հարևանները, դպրոցում ու ամենտեղ JJ-ին ճանաչող բոլոր մարդիկ ասում էին, որ շատ ակտիվ երեխա էր, սիրում էր վազվզել, եթե ինչ-որ մեկին սիրում էր ամբողջ հոգով ու սրտով։ Լորին սկզբում շատ ժամանակ էր անցկացնում տղայի հետ։ Լավ հոգ էր տանում, ամեն գիշեր հեքիաթներ էր կարդում, ինչ-որ բաներ էր պատմում ու կողքին պառկում էր մինչև քներ։ Չարլզն էլ շատ սիրեց JJ-ին։ Բացի այն, որ երունեկցական կապ ունեին, այս երեխան բոլորի համար մի տեսակ ուրիշ էր։ Շատ անմեղ էր ու իր մեջ անսահման սեր ու բարություն կար։ Չնայած այս մեծ փոփոխությունների, Լորին շարունակում էր եկեղեցի գնալ։ Ավելի շատ, ավելի հաճախ ու ավելի շատ եռանդով։ Չարլզը, որ երբեք առանձնահատուկ հետաքրքրություն չի ունեցել հավատքի նկատմամբ, սկսում է կնոջ հետ եկեղեցի գնալ։ Իհարկե ոչ միշտ, որովհետև Լորին անընդհատ էր այդտեղ, բայց փորձում էր հասկանալ մտածելակերպը, գաղափարախոսությունները որտեղից են գալիս, ուղղակի ուզում էր կնոջը ավելի լավ ճանաչել։ JJ-ին որդեգրելուց հետո հոգսերը կտրուկ շատացել էին։ Լորին սկզբնական շրջանում անընդհատ
տղայի հետ էր, բայց հետո կամաց-կամաց սկսում է հետ քաշվել ու ավելի խորանալ կրոնի մեջ։ Չարլզը սկսեց ավելի շատ տանը մնալ ու JJ-ի հետ ժամանակ անցկացնել, որովհետև ինչ-որ մեկը պիտի դա աներ, իսկ Լորին որոշել էր, որ ավելի շատ եկեղեցի էր գնալու, իսկ տղայի համար ժամանակ ու համբերություն չուներ։ Այսպես անցնում են տարիներ։ 2016-17 թվականներին Տեխասից ինչ-որ պահի տեղափոխվում են Չենդլեր, Արիզոնա, որտեղ Չարլզը բիզնես ուներ, ապահովագրության, ֆինանսների հետ կապված ինչ-որ կազմակերպություններ ու բացի դրանից այդտեղ նաև լավ դպրոց կար հատուկ աուտիզմ ունեցող երեխեքի համար, մտածում են, որ JJ-ի համար լավ կլիներ։ 2018 թվականի հոկտեմբերին Լորին գնում է Յուտա եկեղեցական հավաքի մասնակցելու համար ու չնայած որ նախկինում հարյուրավոր, հազարավոր հավաքների էր մասնակցել, այս մեկը յուրահատուկ էր, որովհետև փոխելու էր կյանքի հետագա ընթացքը։ Այստեղ հանդիպում է Մելանիին, ով դառնում է լավագույն ընկերուհիներից մեկը, հավաքի քարոզիչներից մեկը Չադ Դեյբել անունով մարդ է, ով կիսվում էր իր կյանքի ճանապարհի մասին որպես հավատացյալ, գրքերի հեղինակ էր, քարոզիչ, լրագրող ու Աստծուն նվիրված մարդ։ Առաջին հայացքից Չադի կյանքի ամենակարևոր բանը ծնված օրվանից միշտ կրոնն է եղել։ Այս մարդը թվում է, որ նույնչափ տարված է հավատքով, որ խոսմալ Լորին մտածում է ինքն է։ Չադը իր երազանքների տղամարդն է։ Լորին արդեն Չադի մասին լսել էր, գրքերը կարդացել էր ու երբ որ իմացավ, որ այդ հավաքի ժամանակ լինելու է, հատուկ եկել էր Յուտա, որ մասնակցեր, որ լսեր, թե Էլին չունի ասելու։ Սկսում են խոսել, Չադը չի հավատում աչքերին, որ նման արտաքինով Աստծուն նվիրված կինը փորձում է իրան գրավել։ Լորին ամուսնացած էր, բայց այդքան տարիներ միասին ապրելուց հետո հասկացել էր, որ էլ առաջվանը չի, այն առաջվա ոգևորությունը չկար։ Այն գլխավոր բանը, որ Լորիին օգնում էր կապվել մարդկանց հետ, իր հավատքն էր։ Իսկ ամուսինը այնքան տարված չէր դրանով, ինչքան ինքը։ Չադը ինքն էլ էր ամուսնացած, եկեք հասկանանք ով էր այս մարդը։ Ծնվել էր 1968 թվականի օգոստոսի 11-ին Յութայում, մորմոնների ընտանիքում։ Դեռ դպրոցական տարիներից սկսել էր գրել ու քանի որ ասում էին լավ էր ստացվում մոտը, որոշում է ընդունվել համալսարան ու սովորել լրագրություն։ Համալսարանում հանդիպում է Թամարա կամ Թամի Դագլեսին։ Երկուսն էլ մորմոն ընտանիքներից էին։ Սկսում են հանդիպել ու ամուսնանում են 1990 թվականին, երբ Թամին 19 տարեկան էր, իսկ Չադը 21։ Չադը աշխատում էր որպես խմբագիր ու նաև գերեզմանափոր, ինչը ամեն դեպքում աշխատանք է, շատերը չէին անի, բայց իր խոսքով շատ հանգիստ, նորմալ աշխատանք է ու իրան շատ դուր էր գալիս։ Երկար տարիներ դրանով էր զբաղվում ու նաև ազատ ժամանակ գիրք էր գրում։ Կինը աշխատում էր գրադարանում։ Ամուսնության 30 տարիների ընթացքում ունենում են 5 երեխա, որոնց մեծացնում են արդեն Այդահո նահանգում։ Այդահո տեղափոխվելուց հետո բացում են իրանց սեփական հրատարակչությունը, ինչից հետո Չադը սկսում ավելի շատ գրել, ավելի շատ գրքեր հրապարակել։ Այս մարդը շատ յուրահատուկ էր։ 17 տարեկանում մի անգամ փորձել էր ժայռից լճի մեջ նետվեր, բայց չգիտեր, որ ներքևում որոշ հատվածներ այնքան խորը չեն, ինչքան մյուսները, ու այսպես գլուխը հարվածում է քարին, գիտակցությունը կորցնում։ Հետո երբ որ ուշքի է գալիս, սկսում է մարդկանց պատմել, որ այդ ժամանակ ինչ որ պահի մահացել էր, գնացել էր երկինք, տեսել էր ինչա կատարվում այից հետո ու հիմա կարողանում է տեսնել ապագան։ 1990 թվականին նորից կորցնում է գիտակցությունը, այս անգամ արդեն ալիքի ուժեղ հարվածից, ու էլի սկսում է ասել, որ կարողանում է տեսնել ապագան, գիտի թե մահից հետո ինչ աշխարհ է սպասվում, Աստված իր հետ խոսում է արդեն, սկսում է գրքեր գրել դրա մասին, մարդկանց պատմել իր գրքերի մասին, ասում է, որ անցյալն ու ապագան տեսնում է, եկեք ինձ երկրպագեք, որովհետև Աստված ինձ է ընտրել, ես գիտեմ ոնց պիտի փրկվենք, ես ձեզ կօգնեմ, ես ամեն ինչ կանեմ։ Չադը շատ հայտնի հեղինակ չէր, բայց քանի որ եկեղեցու ակտիվ անդամներից մեկն էր, շատ հաճախ այդ գրքերը հայտնվում էին մյուս անդամների սեղաններին ու անգամ այս մարդիկ հասկանում էին, որ ինչ-որ բան հետը ինչի։ Լորին 2018 թվականին առաջին անգամ տեսնում է գրքերը ու որոշում է կարդալ, որովհետև վերնագրերը հետաքրքիր էին իրան։ Մեծ հավաքը, երկնային քաղաքը, կյանքը դրախտի եզրին, մի ոտքով գերեզմանում ու էլի նման մի քանիսը։ Սկսում է կարդալ մեկը, հետո երկուսը, երեքը, մնացած բոլորը ու երբ որ լսում է, որ Յուտայի հավաքներից մեկի ժամանակ լինելու է Չադը, որոշում է, որ պիտի անձամբ գնա ու խոսի հետը։ Այդպես սկսվում է մի հատ շատ վատ, սարսափելի փուլ Չադի ու Լորի հարազատների համար, իսկ իրանց համար ամեն ինչ
իդեալական էր։ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին հանդիպում են առաջին անգամ։ Չադը ռեինկարնացիայի երևույթին հավատում էր ու ասում է, որ Լորին արդեն 21 կյանք ապրել է, որոնցից 7-ում իրանք միասին են եղել։ Ինձ թվում է Չադը տեղից կտծրած էր, բայց քանի որ տեսնում է, որ այս կինը հավատում է իր բերանից դուրս եկող ցանկացած բառի, սկսում է ավելի անհավանական բաներ ասել։ Փորձում է, որ տեսնի, թե ինչքան հեռու կարող է գնալ, ու քանի որ Լորին չունի սահմաններ, այսօր էստեղ ենք։ Վերադառնանք ռեինկարնացիային։ Ասում էր, որ այս կյանքերից մեկում իրանք ապրել են հին Իսրայելում, մյուսում, երբ ամերիկան դեռ նոր էր բացահայտվել, մեկ ուրիշում միասին ինչ-որ ուրիշ մոլորակ էին կառավարում, ու ըստ իրա այս կյանքերը իրանց տրվել էին բարելավելու համար, որովհետև Աստված իրանց ընտրել էր վերջին օրերի համար։ Չադը ու արդեն նաև Լորին հավատում էին, որ վերջին օրերին, երբ որ Հիսուսը վերադառնա նորից մոլորակ, փրկվելու ընդամենը 144,000 հոգի, իսկ իրանք ընտրվել էին այդ մարդկանց առաջնորդելու համար։ Մյուսները աղետների զոհեր էին դառնալիս, քանի որ Չադը տեսնում ապագան, կարողանում խոսել Աստծո հետ, տեսիլքներ ունենում, ինքը պիտի Աստծոց անձամբ տեղեկություն ստանար, որ կարողանար այս մարդկանց փրկվածներին ուղեկցեր դեպի դրախտ։ Այս ամեն ինչը իմ ու երևի ձեր համար абսուրդ է, բայց Լորին հավատում էր։ Այս մարդը ինչ ասում էր, ինքը հավատում էր։ Այս կինը, որ ամբողջ կյանքում հավատացել է Աստծուն ու ամեն ինչ արել, որ մարդիկ մտածեն, որ ինքը լավն է, բարի է, արժանի է դրախտ գնալուն, հիմա այս մարդը ասում է, որ ինքը շատ ավելին է, քան դա, որ ինքը ընտրվել է հենց Աստծո կողմից, որ առաջնորդի։ Սա իր կյանքի առաքելություններ ու աշխարհում էլ ոչ մի բան ու ոչ ոք կարևոր չէր։ Լորին վերադառնում է տուն ու Չադի մասին պատմում եղբորը Ալեքսին, որովհետև իրանք միշտ նույն մոտեցումն են ունեցել հավատքի նկատմամբ, չնայած որ խառնվածքով շատ տարբեր էին։ Եթե Լորին շատ էր անհանգստանում նրանով, թե մարդիկ ինչ կմտածեին իր մասին, Ալեքսը լրիվ հակառակն էր։ Սովորաբար եթե կարողանում էին խուսափում էին այս մարդուց, որովհետև շատ կոպիտ էր ու բռի, բայց քրոջը շատ էր սիրում ու ամեն ինչով միշտ կիսվում էին իրար հետ։ Շուտով Ալեքսն ու Չադը նույնպես հանդիպում են ու իմանալով թե ինչ կյանք է վարում Ալեքսը, Չադը օրհնում է այս մարդուն ու ասում, որ ինքն էլ շատ կարևոր առաքելություն ունի կատարելու։ Եթե քույրը ընտրվել էր որպես առաջնորդ, ինքը ընտրվել էր որպես առաջնորդին պաշտպանող։ Այս ամբողջ ընթացքում իրանք ամուսնացած են տարբեր մարդկանց հետ։ Լորիի համար Չարլզը տանը հատուկ սենյակ էր պատրաստել, որտեղ ձայն չկար, խանգարող չկար ու ինքը կարող էր գնալ ուղղակի այդտեղ աղոթել։ Չադին հանդիպելուց հետո Լորին սկսում է օրական 2-3 ժամ այդ սենյակում քրիստոնեական ռոք երաժշտություն միացնել ու պարել։ Հետո Չարլզը պարզում է, որ այդ ամբողջ ընթացքը կինը տեսագրում էր ու ուղարկում Չադ Դեյբել անունով ինչ-որ տղամարդու։ Called me one day. He said she dances and she records herself and she's sending it to some guy named Chad Daybell. And I said, well, who is he? And he said, well, he's in that crazy religion stuff she's doing. I told Charles if they're not having an affair, they're getting ready to. I can tell you that much. Չադը ստեղծել էր մի համակարգ, որի միջոցով գնահատում էին մարդկանց հոգիները, լինում էին չար կամ բարի, ու իրանք էլ իրանց հերթին բաժանվում էին 6 աստիճանի։ Chad had this gold chain and owl pendant. And he would rock the little pendant back and forth. And he would say that if it ended up on this side, the person was dark. If it ended up on that side, the person was light. Լորին այս մարդու ասացության տակ ավելի դլուլու է դառնում։ Սկսում է ասել, որ վերափոխվում է ու շուտով դառնալու է անմահ արարած։ Անցնում է որոշ ժամանակ ու Լորին սկսում է ասել, որ Չարլզը իրան դավաճանում է, ինչը չեմ կարծում, որ ճիշտ էր, բայց ամեն դեպքում առանձնանում են։ Չարլզը ուղարկում է ամուսնալուծության փաստաթղթերը, բայց Լորին հրաժարվում է ստորագրել, չգիտես ինչի։ Չարլզը տեղափոխվել էր Տեխաս, բայց քանի որ JJ-ի հիմնականում Լորիի հետ էր լինում, շատ հաճախ Արիզոնա էր գնում։ Մի օր առավոտյան շատ շուտ գնում է այդ տուն, որ երեխուն վերցնի տանի դպրոց ու տեսնում է, որ Ալեքսի մեքենան արդեն այդտեղ է։ Այդ ժամին ինչ գործ ուներ այդտեղ։ Լորին Ալեքսին խնդրել էր, որ գնար իր հետ մնար, որովհետև գիտեր, որ ամուսինը առավոտյան գալու էր երեխուն վերցնելու ու Չարլզի մոտ ուղղակի իրան ապահով չէր զգում, չնայած որ այս մարդը երբեք ագրեսիվ պահվածք չի ունեցել, չի ցուցաբերել հատկապես իր ընտանիքի անդամների մոտ։ Այստեղ սկսում են վիճել ու ինչ-որ պահի Լորին երեխեքին վերցնում ու դուրս է գալիս տնից, որովհետև
Չէր ուզում, որ տեսնեին, թե ոնց են այս երկու հասուն տղամարդիկ հայտնվել գետնին ու իրար անկանոն հարվածներ հասցնում։ Հանկարծ գրակոցի ձայներ են լսվում ու հետո պարզվում է, որ Չարլզը մահացել է։ Ալեքսը Չարլզի սպանության համար պատասխանատվություն չի կրում, որովհետև դատարանը եզրակացնում է, որ կրակոցը ինքնապաշտպանական բնույթ է կրել։ Սպանությունը տեղի է ունենում 2019 թվականի հուլիսի 11-ին։ Նույն տարվա սեպտեմբերի սկզբին Լորին Ալեքսի ու երեխեքի հետ տեղափոխվում է Այդահո, Չադի տնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու ու սկսում են իրար հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Լորին այլևս ամուսին չուներ, չէր դավաճանում։ Չադի գաղափարներին սկսել էր ավելի շատ հավատալ ու դրանցով էր ապրում։ Չարլզի սպանությունը իմ կարծիքով պլանավորված էր, չնայած որ Ալեքսի ձեռքով էր արվել, մարդասպանը Չադն էր։ Ինչ եմ այդպես մտածում, որովհետև Չադը Ալեքսին համոզել էր, որ ինքը հատուկ առաքելություն ուներ ու դրա միջոցով ստիպել էր, որ սպաներ Չարլզին։ Ու ոչ միայն։ Համոզել էր, որ այդ մարդու մեջ Նեդ Շնայդեր անունով չար հոգի է ապրում, որից պետք է ազատվել, որ փրկեն մարդկությանը։ Ազատվեցին Լորիի ամուսնուց, իսկ Չադի կինը անգամ չէր մտածում, որ իր 30 տարվա ամուսինը, որ այդքան նվիրված էր Աստծուն, կդավաճաներ իրան։ Մի օր Թամին զանգում է ոստիկանությունը, ասում, որ աշխատանքից տուն էր գալիս, արդեն մտնում էր բակ մեքենայով ու հանկարծ տեսնում է մի հատ դիմակով մարդ, որ խաղալիք ատրճանակ էր պահել իր ուղղությամբ, որ անգամ լիցքավորված չէր։ Ոստիկանները մտածում են, որ երևի երեխա է եղել կամ հոգեկան շեղումներ ունեցող ինչ-որ մարդ, ուղղակի խաղացել է, վախեցել է, ուշադրություն դարձնելու կարիք չկա։ Այդ դեպքից 10 օր հետո հոկտեմբերի 19-ին Թամին մահացավ։ Չադը ոստիկաններին ասաց, որ նախորդ օրերին կինը վատ էր զգում։ Ինքը այդ գիշեր ու իր սենյակում էր քնել, որ չխանգարեր։ Չնայած որ Թամին 49 տարեկան էր ու առողջական ոչ մի խնդիր չուներ, ոստիկանները հավատում են ամուսնուն, որովհետև ամեն դեպքում հավատացյալ մարդիկ էին։ Երբեք կասկածելու առիթ չեն տվել։ Թամիի մահից 2 շաբաթ հետո նոյեմբերի 5-ին Լորին ու Չադը ամուսնանում են Հավայան կղզիներում։ Ծովի ափին։ Հյուրեր չկային, շատ փոքր հարսանիք էր ու հետագայում երբ որ նկարները տարածվում են, տեսնում ենք, որ շատ հանգիստ, խաղաղ, անհոգ նորաբսակներ են։ Իրականում սարսափելի է, որովհետև բացի այն, որ նոր էին կորցրել իրենց կողակիցներին, արդեն երկար ժամանակ Լորի երեխեքին ոչ ոք չէր տեսել։ Հիշենք, որ JJ-ը հատուկ խնամքի կարիք ուներ ու դրա համար Քեյն ու Լերին անընդհատ կապի մեջ էին, անընդհատ խոսում էին հետը, որ համոզված լինեին ոչ մի բանի կարիք չուներ։ Բացի այդ համել կարոտում էին։ Ինչ որ պահի այս կապը ուղղակի կտրվում է։ Լորին ոչ մի բան չի ասում, արդեն մի քանի շաբաթ չէին խոսել տղայի հետ ու ուղղակի զգում էին, որ մի բան են չի։ Զանգում են դպրոց, որ գոնե այդտեղ օգնեն, որ տղայի հետ կապի դուրս գան, բայց այդտեղ ասում են, որ JJ-ին վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 22-ին, իսկ հաջորդ օրը 23-ին Լորին զանգել էր դպրոց ու ասել, որ անցնում են տնային կրթության, այսինքն էլ դպրոց չի գնալու։ Սա արդեն նոյեմբերի 25-ն է։ Քեյը դիմում է Այդահոյի հետ համայնքի ոստիկանություն ու խնդրում, որ գնան ստուգեն։ Ոստիկանները հաջորդ օրը գնում են ու ստուգում, Լորինը այդտեղ լինում, հարցնում են որտեղ է JJ-ը, ասում է, որ երեխեքը Մելանիի տանն են։ Մելանի Լորիի ընկերուհին էր։ Այս դեպքից մի քանի օր առաջ զանգել էր ընկերուհուն ու խնդրել, որ եթե ինչ-որ մեկը հարցնի որտեղ են երեխեքը, կասես, որ քո մոտ են, բայց քանի որ այս կինը հավատացյալ էր ու իրոք հավատում էր Աստծուն, վախենում էր Աստծուց, չի ստում։ Ասում է, որ իր մոտ չեն։ Չգիտես ինչի ոստիկանները այդքան լուրջ չէին ընդունում ու շատ դանդաղ էին աշխատում, ինչը ժամանակ է տալիս, որ դեկտեմբերի 1-ին Չադն ու Լորին տեղափոխվեն Հավայան կղզիներ։ Հոկտեմբերի 25-ին ոստիկանները մոտենում են Լորիին ու ասում, որ 5 օր ժամանակ ունի երեխեքին ներկայացնելու, հակառակ դեպքում ձերբակալման հրաման կստանան։ Հաջորդ 5 օրերի ընթացքում Լորին շարունակում է նոր ամուսնու ձեռքը բռնած ուղղակի վայելել կյանքը, բացարձական հանգիստ տեսք չուներ, բայց նաև բացատրություն չուներ երեխեքի գտնվելու վայրի մասին։ Փետրվարի 20-ին վերջապես ձերբակալում են Լորիին, մարտին Այդահո են տեղափոխում, որովհետև երեխեքի անհետանալու ժամանակ այդտեղ էին ապրում ու ավելի շատ գործ այդտեղ կար անելու։ Սկսում են ավելի մանրամասն ուսումնասիրել գործը ու պարզում են, որ Թայլին վերջին անգամ տեսել են 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Ելոստոն պարկում։ Լորին, եղբայրը, Ալեքսը ու երկու երեխեքը միասին գնացել էին այս ազգային պարկում ժամանակ անցկացնելու։ Թե ինչա տեղի ունենում այդտեղ, չգիտենք ու երևի երբեք էլ չենք իմանա, բայց գիտենք, որ երբ որ տուն են վերադառնում,
Թայլին իրանց հետ չէր։ Սեպտեմբերի 22-ին JJ-ին վերջին անգամ տեսել էին դպրոցում, հաջորդ օրը Լորին զանգել էր ու ասել, որ դպրոց չի գնալու, արդեն գիտենք։ Նույն օրը, սեպտեմբերի 23-ին, Լորին վաճառել էր JJ-ի շանը, Բելիին, որ հատուկ վարժեցված էր իրան օգնելու համար։ Չադի ստեղծած համակարգի համաձայն այս երեխեքը այնքան չար էին, որ փրկել չէր հաջողվի։ Ալեքսը ամուսնացել էր Չադի երկրպագուներից մեկի հետ։ Իսկ կնոջ անունը Զուլումա էր։ Զուլումա սկսում է հարցեր տալ Լորիի մասին, ասում է ինչ է կատարվում, որ այդ ընտանիքում այդքան մարդ է մահանում, երեխեքը կորել են, ոչ ոք չգիտի որտեղ են։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին մահանում է նաև Ալեքսը։ Մի քիչ շատ խոճուճ ստացվեց, եկեք նորից հիշենք։ Առաջին զոհը Չարլզ Վալոուն էր, Լորիի ամուսինը։ Ալեքսն էր սպանել 2019 թվականի հուլիսի 11-ին ու կարողացել խուսափել պատասխանատվություն կրելուց։ Հետո սեպտեմբերի 8-ին անհետանում է Լորիի 16 տարեկան աղջիկը, Թայլին։ Սեպտեմբերի 22-ին անհետացավ 7 տարեկան տղան, JJ-ը։ Հոկտեմբերի 19-ին մահացավ Չադի կինը, Թամին։ Նոյեմբերին Լորին ու Չադը ամուսնացան, իսկ դեկտեմբերի 12-ին մահացավ Ալեքսը։ Ոստիկանները հասկանում են, որ զուգադիպությունները շատ են ու որոշում են Թամիի մարմինը ուղարկել դատաբժշկական հետաքննության, ինչը մահանալուց հետո չէին արել։ Պարզում են, որ կնոջը խեղդամահ են արել։ Գիտեին, որ Լորին այս ամեն ինչի հետ կապ ուներ, որովհետև շրջապատում արդեն նկատել էին, որ տարօրինակ բաներ էր խոսում։ Ասում էր, որ մարդիկ իրական չեն, զոմբիներ են, որ պիտի ազատվեն այդ զոմբիներից, որ 144,000 հոգին կարողանան փրկվել ու պիտի առաջնորդեն այս ժողովուրդներին, չգիտեմ, նման բաներ։ Ամբողջ հոգով ու սրտով հավատում էր, որ իր երեխեքը զոմբիներ են։ Ոստիկանները խորանում են մանրամասների մեջ ու պարզում, որ Թամիի մահանալուց 10 օր առաջ, մահվան օրը, Թայլի անհետանալու հաջորդ օրը, JJ-ի անհետանալու հաջորդ օրը Ալեքսի հեռախոսի ազդանշանը գտնվում էր Չադ Դեյբելի տան բակում։ Ալեքսը արդեն մահացել էր ու հարցաքննելը անհնար էր։ Չադն ու Լորին չէին խոսում։ Ընտանիքի անդամները ոչ մի բանից տեղյակ չէին ու միակ բանը, որ մնում էր անել, Չադի տունը խուզարկելն էր։ Նույն օրը Չադը տան տարածքում էր, մեքենայի մեջ նստած։ Ոստիկանները ժամանում են ու ասում, որ պիտի տարածքը խուզարկեն։ Շատ չանցած շները ոստիկաններին ուղեկցում են տան հետևի հատվածը, որտեղ կենդանիներ էին, կատուներ էին, շներ էին։ Քանի որ այս ընտանիքը շատ կենդանիներ էր ունեցել ու իրանք երկար չեն ապրում, բոլորին ուղղակի հատուկ տեղ էին հատկացրել ու այդտեղ էին թաղել։ Շները մոտենում են մի հատվածի ու ազդանշան տալիս։ Սկսում են այդտեղ փորել ու տարբեր բաներ են գտնում։ Աննորմալ մեծ քարի կտորներ, խոտ, հող, էլի թարմ խոտ, այդ ամեն ինչի տակ, կենդանու ոսկորներ, էլի հող ու դրա տակ գտնում են սև տոպրակի մեջ ինչ-որ բան, հանում են ու տեսնում, որ 7 տարեկան JJ-ի փոքր մարմինն է։ Շրջվում են ու տեսնում, որ Չադը մեքենայով անհետացել է, որովհետև բնականաբար գիտեր ինչ էին գտել։ Բայց ընդամենը 1 կիլոմետր գնալուց հետո ոստիկանները բռնել ու ձերբակալել էին արդեն։ Հետո շները մոտենում են խարույկի համար նախատեսված այդ հատվածին ու ոստիկանները սկսում են նորից փորել։ Գտնում են կատվի կմախք, հետո շան, հետո մի հատ դույլ են գտնում, որ լցված էր հալեցված մարդու մսով։ Դույլի տակ գտնում են մարդու գանգ, ավելի ճիշտ կեսը։ Հետո դրա տակ մարմնի տարբեր հատվածներ, ոսկորներ, որ պատկանում էին Թայլի Ռայանին։ Մեղադրանք առաջադրվում Լորիի ու Չադի նկատմամբ տարբեր հոդվածներով։ Նախ առաջին աստիճանի սպանության հոդվածով մեղադրում են JJ-ին, Թայլիին ու Թամին սպանելու համար։ Քանի որ միասին են եղել, երկուսին էլ մեղադրում են սպանություն կատարողին աջակցելու մեջ։ Հետո քանի որ Թայլիին մասերի էին բաժանել, փորձել ազատվել մարմնից, մարմինները թաքցրել էին երեխեքի ու ձևացնում էին, որ ոչ մի բանից տեղյակ չեն։ Նաև մեղադրվում են հանցագործության հետ կապված ապացույցները թաքցնելու կամ ոչնչացնելու փորձ կատարելու մեջ։ Քանի որ Լորին ասել էր, որ երեխեքը Մելանիի մոտ էին, որ բարձեցին, որ սուտ էր, նաև մեղադրվում են ոստիկաններին սխալ ուղղության վրա դնելու, մանիպուլյացիայի ենթարկելու մեջ։ Քանի որ դատավարությունը առանձին պիտի տեղի ունենար, Չադի դատավարությունը մի քիչ ավելի ուշ սկսվեց։ Լորիի դատը սկսվեց 2023 թվականի ապրիլի 3-ին, ավարտվեց մայիսի 12-ին, որի արդյունքում դատարանը Լորի Վալոու Դեյբելին մեղավոր ճանաչեց JJ-ի, Թայլիի ու Թամիի սպանության համար ու դատապարտեց ՑՄ ազատազրկման։
2025 թվականի մարտի 31-ին Այդահոյից տեղափոխեցին Արիզոնա, որտեղ սկսվեց Չարլզ Վալոուի սպանության գործով դատավարությունը։ Ավարտվեց ապրիլի 22-ին ու դատարանը Լորիին մեղավոր ճանաչեց սպանությունը կազմակերպելու մեջ։ Մինչև օրս Լորին պնդում է, որ ինքը սպանությունների հետ ոչ մի կապ չունի ու երբեք իր երեխեքին չէր վնասի։ Քոլբին մեծ տղան փրկվեց, որովհետև տարիներ առաջ տեղափոխվել էր ուրիշ նահանգ, ամուսնացել ու ընտանիքից հեռու էր ապրում։ 2024-ի ապրիլի 1-ին սկսվեց Չադ Դեյբելի դատավարությունը, ավարտվեց մայիսի 30-ին ու դատարանը Չադին նույնպես մեղավոր ճանաչեց JJ-ի, Թայլիի ու Թամիի սպանությունների գործով։ Դատապարտեց ցմահ ազատազրկման։ Այդքան բան երեխեք ջան, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Գուշակեք ինչ եմ պատմելու։ Bye.